Բարոյց հարգելի ֆուտբոլասերներ, Urartum արձադաշտում քիչ անց տեղի կունենա Afeli Winter Cup-ի 6-րդ տուրի Lazio Cadiz հանդիպումը, ֆուտբոլիստները դուրս են եկել խաղադաշտ, քիչ անց վայրկյաններ անց կմեկնարկի հանդիպումը կլսվի մրցավար Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը, ամեն ինչ պատրաստ է բարեկամներ խաղի մեկնարկի համար, թիմերը այսօրվա հանդիպմանը մոտեցել են բարձր տրամադրությամբ միայն ու միայն հաղթելու եւ հերթական միավորը Winter Cup-ում վաստակելու համար հետաքրքիր հանդիպում է սպասվում Lazio Cadiz խաղը մեկնարկում է գնդակով Cadiz-ի ֆուտբոլիստներն են Այսպայն եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին որից հետո կհետևենք խաղի ընթացքին, սկսենք Lazio-ից համար 1 Գոր Դանիելյան համար 3 Արման Եփրեմյան համար 5 Վահագ Հակոբյան համար 7 Արո Դանիելյան համար 12 Վահագ Բաղդասարյան համար 14 Գրիգոր Մկրտչյան համար 15 Վլադ Մուրադյան համար 20 Հայկաս Գեղամյան համար 90 Կարեն Ադամյան եւ համար 94 Կիմ Մինասյան Եվ այսպես Cadiz համար 3 Աշոտ Համբարձումյան համար 4 Հայկ Ղևոնդյան համար 5 Կարեն Ավետիսյան համար 9 Դերենիկ Աղումյան համար 10 Սևադա Օհանյան համար 14 Արմեն Բաբախանյան համար 17 Գեղամ Խաչատրյան համար 23 Ռուբիկ Ջուլհակյան համար 55 Մարտին Ստեփանյան համար 77 Սերոբ Պապապլավյան եւ համար 80 Ռոբերտ Ֆիդանյան Cadiz-ն է գնդակով եւ խաղի կանոնների խախտում Վտանգավոր դիրքում Cadiz-ը ստացել է տուգանային հարվածի իրավունք Այս թիմերը ընդգրկված են Winter Cup-ի A խմբում, Cadiz-ը 6 միավորով 8-րդն է, իսկ հա Lazio-ն իրակիվում չունի եւ ոչ մի միավոր եւ մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականում է, հարված եւ հարվածը շեղեր։ Եվ այսօր Lazio-ի ֆուտբոլիստները իհարկե կանեն ամեն ինչ, որպեսզի վաստակեն իրենց առաջին միավորները Winter Cup-ում։ Անհաջող փոխանցում էր Lazio-ն է գնդակով Որց է ձեռնարկել Արակ Հակագրով փոխանցում Ձախ եզրով շարժում է առաջ Lazio-ի ֆուտբոլիստը փոխանցում դեպի Աչիազար Հարված, փոխանցում հարված Եվ հաշիվը բացված է Հաշիվը բացված է և Lazio-ի կազմում գոլի հեղինակ է դառնում 7 համարով Արո Դանիելյանը Մեկ զրո խաղի 4-րդ րոպեին Արո Դանիելյանը կարողանում է առաջ մղել իր թիմին, հիմա իհարկե
Կադիսի ֆուտբոլիստները կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի շատ արագ հավասարեցնեն հաշիվը։ Կադիսն է գնդակով։ Հարված։ Դարպասապա հեռացնում է ևս մեկ հարված։ Եվ անկյունային։ Անկյունայինը իրացված է և հեռացնում են Լացիոյի ֆուտբոլիստները։ Այո, մարտական են տրամադրված այսօր Լացիոյի ֆուտբոլիստները։ Ամեն ինչ կանեն, որպեսզի վաստակեն առաջին միավորները այս մրցաշարում։ Եվ դարպասապահը շատ հանգիստ վերցնում է գնդակը և այն անմիջապես ուղարկում առաջ։ Հրաշալի փոխանցում էր։ Իդանյան անհաջող փոխանցում էր։ Եզրից Լացիոն գնդակը մսվում է խաղի մեջ։ Բաբախանյան հարված, փակում են հարվածի ճանապարհը։ Հապս է տալիս։ Հրաշալի փոխանցում էր։ Փոխանցում։ Եվ հարված Կադիսի դարպասից։ Փոխանցում առաջ։ Եզրից Լացիոն գնդակը կմստի խաղի մեջ։ Փոխանցում։ Հեռացնում են գնդակը Բաբախանյան։ Կասնի գնդակին Կադիսի ֆուտբոլիստը չկարողացավ ընդունել գնդակը, բայց վարքյաններ անց գնդակը հայտնվում է Կադիսի մոտ և անկյունային հարված։ Խաղարկում են անկյունայինը, փոխանցում։ Եվ եզրային նետման իրավունք են վաստակում Կադիսի ֆուտբոլիստները։ Չեզոքացնում է սպառնալիքը Լացիոյի ֆուտբոլիստները։ Ճիշտ ասած մի փոքր ընկավ խաղի տեմպը, բայց դա իհարկե ժամանակավոր բնույթ է կրում։
Անմիջապես խլում են գնդակը Լաչիոյի ֆուտբոլիստները, այդ վարկանները հենց կրկին գնդակը հայտնվում է Կադիսի մոտ, փոխանցում, հարված և գոլ։ Գոլ բարեկամներ, Կադիսին հաջողվում է հավասարեցնել հաշիվը և գոլի հեղինակը Կադիսի 4 համարն է։ Հայկ Ղևոնդյանը հավասարեցրեց հաշիվը։ Ընդամենը 6 րոպե Կադիսից պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար, խաղի 10-րդ րոպեին Ղևոնդյանը կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Լաչոն է գրոհում։ Վտանգավոր գրոհ կարող է ստացվել, բայց դարպասապահը տիրում է գնդակին։ Լաչոյին հաջողվում է վաստակել անկյունային հարված։ Փոխանցում։ Ուժեղ է փոխանցումը և խաղնդերը չհասավ գնդակին։ Հարված Կադիսի դարպասից հեռացնել է պետ գնդակը և գնդակը դուրս է հանել եզրից։ Կադիսն է գնդակով, փոխանցում, հարված, անհաջող էր հարվածը, սակայն կարողանում են Կադիսի ֆուտբոլիստները վաստակել անկյունային իրավունք։ Անկյունայինը իրացված է, խապս է տալիս, փոխանցում, կենտրոն, քիչ էր մնում կորցներ գնդակը Կադիսի ֆուտբոլիստը։ Լաչոն է գնդակով, փոխանցում դեպի տուգանային հրապարակ։ Տեղափոխում է կենտրոն, փոխանցում Աջիազար։ Բայց Կադիսի պաշտպանը առաջինն է հասնում գնդակին և ձեռնարկում թիմի արագ հակագրոհը, սակայն պատասխան փոխանցումը ուժեղ էր և հիմա Կադիսի
ֆուտբոլիստը գնդակը կմստնի խաղի մեջ։ Հարված շեղեր։ Անհաջող փոխանցում էր և հրաշալի հնարավորություն է ստանում Հարված։ Հրաշալի գոլի հեղինակ է դառնում Կադիսի 10 համարը։ Առաջ մղելով իր թիմին, իսկ Կադիսի 10 համարը Սևադա Օհանյանն է։ Սևադա Օհանյանը հրաշալի հարվածով կարողանում է առաջ մղել իր թիմին։ Հիմա հերթը իհարկե Լացիոյին է գրոհելու, Լացիոն ամեն ինչ կանի հավասարեցնելու հաշիվը։ Կրկին Կադիսն է գնդակով փոխանցում առաջ։ Չկարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը Կադիսի ֆուտբոլիստը։ Խանձում առաջ։ Մնում է գնդակը Լացիոյի մոտ։ Հերթական անհաջող փոխանցումը։ Կադիսն է գնդակով, բայց հրաշալի են խաղում Լացիոյի պաշտպանները գնդակը դուրս բերելով եզրից։ Հարված Օհանյան Եվս մեկ հարված էր բավականին բարձր ստացվեց հարվածը։ Կարողանան Լացիոյի ֆուտբոլիստները առաջին խաղի կեսում գոնե հավասարեցնել հաշիվը։ Իհարկե այդ դեպքում երկրորդ կեսում ավելի հեշտ կլինի Լացիոյի համար հաշվի մեջ առաջ անցնելու համար, բայց տեսնենք ինչպիսի ընթացք ունենա հանդիպումը։ Խաղի 19-րդ րոպեն է։ Լացիո Կադիս 1-2։ Խանձում է և հարված Կադիսի դարպասից։ Անհաջող փոխանցում էր, բայց
կրկին գնակ Կադիսի մոտ է։ Հրաշալի համագործակցություն Ֆիդանյան, հարված։ Փակում են հարվածի ճանապարհը Լացիոյի ֆուտբոլիստները։ Եվ ձեռնարկում արագ հակագրոս, սակայն վարկյան նրանց գնդակը հայտնվում է Կադիսի ֆուտբոլիստերի մոտ։ Փոխանցում։ Եվ եզրային նետում։ Հրաշալի փոխանցում էր, բայց մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը։ Ճիշտ է հաղթում են Կադիսի ֆուտբոլիստները, բայց չեն դադարում գրոհել։ Փոխանցում կենտրոն, Ֆիդանյան։ Տանկավոր դրությունը և հարված Լացիոյի դարպասից։ Երկար փոխանցում առաջ, բայց Ֆիդանյանը խլում է գնդակը և կենտրոնով շարժում է առաջ։ Հարված չստացվեց հարվածը Կադիսի ֆուտբոլիստի և հիմա գրոհելու հերթը արդեն Լացիոյինն է, փոխանցում առաջ։ Վաստակում են եզրային նետման իրավունք Լացիոյի ֆուտբոլիստները։ Խլում են գնդակը Կադիսի ֆուտբոլիստները և վարկյաններ անց կրկին գնդակի կորուստ, հարված շեղեր։ Կադիսն է գնդակով և կորսում է գնդակը։ Լացիոյի արագ հակագրոհը փոխանցում դեպի ձախ եզր։ Շարունակում է Լացիոյի գրոհը և փոխանցում։ Ֆիդանյանը խլում է գնդակը, վտանգավոր դրություն է, հարված։ Հրաշքով։ Այո, գնդակը հայտնվում է դարպասում։ Ինձ թված գնդակը հեռացրել է Լացիոյի դարպասապահ, բայց Ռոբերտ Ֆիդանյան 3-1։ Ռոբերտ Ֆիդանյանը հաշիվը դարձնում է 1-3 հանդիպման 24-րդ րոպեին։ Խլելով գնդակը Լացիոյի ֆուտբոլիստից Ֆիդանյանը մենմենակ է մնում դարպասապահի առջև և կարողանում գրավել դարպասը։ Լացիոն հայտնվում է բավականին դժվար իրավիճակում
Ֆիդանյանը սլանում է առաջ արված և անկյունային անկյունային իրացվածը և առաջինը գնդակի դաշտում է Լացիոյի Ֆուտբոլիստը առաջին խաղակեսը ավարտվում է բարեկամներ Առաջին կեսից հետո հաշիվն է 1-3 Կադիսը առջևում է հաշվի մեջ Այս մայն փոքրիկ դատար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Աֆելի Winter Cup-ի 6-րդ տուրի Լացիո Կադիս հանդիպումը Առաջին կեսից հետո Լացիոն հաղթում է 3-1 հաշվով Քիչ թե շատ հետաքրքիր պայքարում անցավ հանդիպումը, ճիշտ է անցավ գոլառատ պայքարում, բայց գրողները այդքան էլ ընդհանուր առմամբ գրողները այդքան էլ վտանգավոր չէին տեսնենք ինչպիսի պայքարում կանցնի երկրորդ խաղակեսը Լացիոյի ֆուտբոլիստը ստանում է գնդակը և հիմա կձեռնարկեն հերթական գրով, բայց գնդակի կորուստ պարզ իրավիճակում Խաղի կանոնների խախտում գցում են Լացիոյի ֆուտբոլիստին Ճիշտ է Կադիսը հաղթում է 2 գնդակի առավելությամբ, բայց Լացիոն իհարկե ամեն ինչ կանի, որպեսզի հավասարեցնի հաշիվը հիմա Լացիոն գրոհում է Բայց պետք է նշենք, որ Կադիսը չի սահմանափակվում այսքանով անդադար գրոհում է և փորձում է ավելի զարգացնել իր հաջողությունը Նշեմ, որ Լացիոն դեռևս իր ակտիվություն չունի և ոչ մի միավոր և այսօր իհարկե ճիշտ է դժվար է լինելու, բայց ամեն դեպքում կփորձեն ուժ գտնել իրենց մեջ և հաղթանակ տանել այսօրվա խաղում Ֆիդանյան փոխանցում դեպի Աչեզար Խելում են գնդակը Լացիոյի ֆուտբոլիստները Հեռացնում են գնդակը, բայց Լացիոյի ֆուտբոլիստին հաջողվում է վաստակել տուգանային հարված, այն էլ վտանգավոր դիրքում Հրաշալի հնարավորություն են ստանում Լացիոյի ֆուտբոլիստները կրճատելու հաշվի տարբերությունը Տեսնեք ինչպես կիրացնեն այս տուգանայինը բավականին հարմար դիրք է հարվածելու համար հարված և բավականին բարձր ստացվեց հարվածը Կարողացավ ընդունել գնդակը Կադիսի ֆուտբոլիստը
Եվ խաղի կանոնների խախտում։ Բավականին հեռու է, բայց հարվածում է դարպասին, հարվածը բարձր է ընթանում։ Համար պայքար է բարեկամներ գնդակի համար։ Խլում են գնդակը Կադիսի ֆուտբոլիստները և հարակ հակագրո Իդանյան Լաչոն է գրոհում Ուլ չեն տալիս մտնել իրես տուգանային հրապարակ հիմա Կադիսն է գնդակով վտանգավոր գրով կարող է ստացվել փոխանցում հարված և գոլ գոլ բարեկամներ հաշիվը դառնում է 4-1 Կադիսի կազմում Գոլի եղինակ է դառնում 17 համարի մարզաշապիկով Գեղամ Խաչատրյանը Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սերոբ Պապապլապյանը և խաղի կանոնների խախտում Լացոն հայտվում է բավականին ծանր իրավիճակում իհարկե դժվար կլինի երկրորդ կեսում 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և նոր մտածել արդեն հաղթանակի մասին։ Հիմա տուգանային հարված կիրացնեն Լացիոյի ֆուտբոլիստները։ Հավոս դարպասին է բավականին շեշտ ստացված։ Ես Լացիոն եմ նետում գնդակը խաղի մեջ։ Անհաջող փոխանցում հիմա արդեն Կադիսը կնետի գնդակը։ Փոխանցում առաջ։ Հեռացնում է դարպասապա։ Հարված շեղեր։ Լացիոն գնդակով։ Հրաշալի փոխանցում էր։ Կհասնի գնդակին, այո հասնում է գնդակին Լացիոյի ֆուտբոլիստը, փոխանցում տուգանային հրապարակ և անկյունային հարված։
Անկյունային իրացված է, հեռացնում են հարված, բարձր էր։ Ուժեղ թողեց գնդակի իրենից, առաջ և հարված Կադիսի դարպասից։ Կապս է տալիս, բայց Կադիսի պաշտպանը հրաշալի սահանկումով խլում է գնդակը։ Խոցում առաջ, Բաբախանյան չկարողացավ սեպակել Կադիսի ֆուտբոլիստը և հարված Լաչիոյի դարպասից։ Խացում անհաջող էր, խացումը խացում Զախիազար Ուտանգավոր գրող կարող են կազմակերպել Օհանյան և կարողանում են չեզուկաստել սպառնալիքը Լաչիոյի ֆուտբոլիստները պատասխան գրող Լաչիոյի պսակվում է անհաջողությամբ Կադիսն է գնդակով Հասնում է գնդակի խաղընկերը Հանդիպան 38-րդ րոպեն է Լացիո Կադիս 1-4 Իշեսնեմ սա Winter Cup-ի 6-րդ տուրի հանդիպում է Կադիսը Լացիոն այսօր էլ չի կարողանում միավոր վաստակել Ճիշտ է հանդիպումը դեռ շարունակում է, բայց հարված բարձր էր հարվածը Խանցում դեպի Աչիազար Սակայն խաղընկերը չկարողացավ ընդունել գնդակը և եզրից Լացիոն կնետի գնդակը խաղի մեջ Չարժում է առաջ հարված Հրաշալի է խաղում Կադիսի դարպասապահը դրսևորելով աներևակայելի ռեակցիա Կրկին փրկում է դրությունը Կադիսի դարպասապահը
Հարված դարպասին և անկյունային Տեսնեք ինչպես կիրասնեն այս անկյունայինը, փոխանցում Խելում է գնդակը Կարդիսի ֆուտբոլիստը Փոխանցում առաջ Սավադա Օհանյան հարված Գրոչի ավարտվել Եվս մեկ հարված Խելում է Օհանյանը գնդակը Այդ վարկյանները անց գնդակի կորուստ Հրաշալի փոխանցում էր հարված Հարվածը մի փոքր բարձր ընթացավ Լացոն է գնդակով փոխանցում Հարված Եվ հերթական անկյունայինը կիրասնեն Լացոյի ֆուտբոլիստները Հարված Գրոչի ավարտվել եվս մեկ հարված Կրկին գնդակը Լացոյի մոտ է փոխանցում Չկարողացավ եզրափակել գրող խաղընկերը Գնդակով խապս է տալիս Փոխանցում Հարված Դատարկ դարպասից հեռացնում են գնդակը Կարդիսի ֆուտբոլիստները ինչպիսի հրաշալի հնարավորություն էր Գրոչի ավարտվել Լացիոյի տեսնենք փոխանցում Եվ վնասված կստացել Լացիոյի ֆուտբոլիստը Վնասված կստացել Լացիոյի ֆուտբոլիստը Հուսանք ամեն ինչ բարեհաջող կավարտվի Վնասված կլորջ չլինի
Այո, ամեն ինչ կարգին է, վնասվածքը լուրջ չէ, կարող են շարունակել հանդիպումը։ Լացոնը գնդակով կփորձեն ձեռնարկել իրենց հերթական գրոհը այսօրվա խաղում։ Տեսնենք ինչպես կամակվի Լացոյի այս գրոհը փոխանցում Աչեզը։ Եվ անհաջող փոխանցում։ Չկարողացավ պահել իր մոտ գնդակը և եզրային նետում։ Կորսում են գնդակը Լացիոյի ֆուտբոլիստները, բայց կրկին հայտնվում է գնդակը նրանց մոտ։ Ձախեզով շարժում է առաջ Լացիոյի ֆուտբոլիստը, փոխանցում է պետք կատարել և խաղի կանոնների խախտում։ Արված։ Հրաշքով չհայտնվեց գնդակը Կարդիսի դարպասում անկյունային։ Փոխանցում։ Եվ կրկին անկյունային այս անգամ արդեն խաղադաշտի մյուս եզրից։ Անկյունայինը իրացվում է։ Արված շեղեր։ Հիմա էլ վնասված կստացել Կարդիսի ֆուտբոլիստը։ Խլում է գնդակը Լացիոյի ֆուտբոլիստը, խաբս է տալիս, արված և կրկին հրաշալի է խաղում Կարդիսի դարպասապահը։ Վիդանյան հրաշալի կերպով շրջանցում է մրցակցի ֆուտբոլիստին, փոխանցում առաջ, բայց հիմա մրցավարը անձամբ կգա և կդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը։ Տեսնենք ինչ որոշում կկայացնի մրցավարը և 11 մետրանոց հարված։ 11 մետրանոց հարված հրաշալի հնարավորություն է ստանում Լացիոն գրավելու մրցակցի դարպասը։ Արո Դանիելյանը հնարավորություն ունի դառնալ դուբլի հեղինակ։ Տեսնենք, ոչ, Դանիելյանը չի հարվածում դարպասին, թողնում է խաղընկերոջը։
Ստենք, արված և գոլ։ Գոլ բարեկամներ հաշիվը դառնում է 2-4։ Հաշիվը դառնում է 2-4։ Լացոն է գնդակով, փոխանցում առաջ։ Խլում են գնդակը։ Փոխանցում։ Եզրիս Լացոյի ֆուտբոլիստը գնդակը կնետի խաղի մեջ։ Արված և հերթական եզրային նետումը։ Ռաշալի անցում էր, փոխանցում, հեռացված է գնդակը։ Եվ վերջ բարեկամներ հանդիպումը ավարտվում է։ Հանդիպումը ավարտվում է, Կադիսը հաղթում է 2-4 հաշվով։ Հրաշալի հանդիպում անցկացրեցին Կադիսի ֆուտբոլիստները, իհարկե շատ լավ խաղացին նաև Լացիոյի ֆուտբոլիստները, բայց մարզական բախտը այսօր չժպտաց կրկին Լացիոյին։ Շնորհավորում եմ Կադիսի ֆուտբոլիստերին հրաշալի հաղթանակի կապակցությամբ եւ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Հարությունյանը, միշտ օր հանդիպում։